Նախ բարև բոլորին, տիկին Էլինար Վարդանյանին ուզում շնորհակալություն ասել բարեմաղթությունների համար, իբրև մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանի, այո, ես ամբողջովին կիսում եմ ձեր գնահատականը, որ բացառիկ անելիք կա, նկատում եմ հանձնաժողովի տիրություն, դրանք անխոչնդոտ չեն լինելու, բայց փորձելու ենք հաղթահարել և հաղթահարել միասին, որովհետև հակառակ այն գնահատականին, որի հետ ամբողջովին համաձայն եմ, Էլինար Վարդանյանի այն գնահատականին, որ Հայաստանում մենք ամեն օր արձանագրում ենք իրավունքի, ես կասեի օրենքի նաև, իրավունքի և օրենքի մահը, դա իրականությունն է, ցավալ իրականություն եւ 8 տարի ծնող իրականություն եւ ամեն առավոտ, ամեն լուսաբաց դիմավորում ենք հերթական գույժով եւ այդ գույժը վերաբերում է մարդու իրավունքներին, վերաբերում է մեր արժանապատվության հերթական ոտնահարմանը եւ Հայաստանի, ես կասեի նաեւ Հայաստանի ճիշտ բառով օգտագործեմ Հայաստանի քաղաքական, սոցիալական, իրավական համակարգի դեգրադացիան։ Եթե ավելի ճիշտ կդժվարանամ գտնել։ Ձեր հիմնական հարցը նաեւ թե իրականում մենք պիտի նաեւ քաղաքական գնահատական տանք, որտեղ այստեղ մենք ունենք իրավաբաններ, իրավական գնահատականները կտանք, բայց ես ուզում եմ քաղաքական գնահատականը տալ եւ հողում անել ոչ թե աչքաչափով մեր եւ ձեր ամենօրյա ինչպես Մենոան, Իվետան, այստեղ բոլորս քաղաքական իրավիճակի հորձանուտում ենք ապրում, եկեք մեր աչքաչափով չտանք այս գնահատականը, այլ հողում անենք միջազգային տարբեր կազմակերպություններին, որոնք Հայաստանի ներկա այս աղետալի իրավիճակին գնահատականներ են տալիս, եւ տարբեր միջազգային կազմակերպությունների անունից ես կարող եմ ուղղակի փաստել, դա կարող է լինել Transparency International, Human Watch-ը, միջպառլամենտական Interparliamentary Union-ի, միջպառլամենտական միության վերլուծությունների եւ բոլոր միջազգային ինդեքսների ուրեմն ախտորոշումը Հայաստանի վերաբերյալ փաստում է, որ Հայաստանը հիբրիդային կիսաազատ երկիր է եւ սոցիալական եւ քաղաքացիական իրավունքների այդ հանրագումարով Հայաստանը շարունակում է լինել 54-րդ տեղում։ Ճիշտ այնպես, ինչպես այս իշխանությունները, տեսեք, նախկիններին շատ են քայքոտում եւ ուրեմն ճիշտ այն հորիզոնականում է, ինչպես եւ նախկինների ժամանակ, այսինքն այն բոլոր մանանայպես ժողովրդի ականջները լցրած սիրո, ժողովրդավարության, համերաշխության, պաշտպանված իրավունքների մասին այդ խոստումները մնացել են մի կողմ եւ Հայաստանը մեկ անձի ձեռքում կենտրոնացող բռնատիրական համակարգի է վերածվում եւ ուղղակի սահմանադրական ես շատ եմ այս մասին ասում, այստեղ եմ ուզում հաստատել, որ վաղուց Հայաստանում խափանվել է, խաթարվել է սահմանադրական կարգը եւ ես հատկապես նկատի ունեմ իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, երբ որ ազգային ժողովի պառլամենտական երկրի թիվ 1 ամբիոնից երկրի վարչապետը հրահանգ է իջեցնում իրավապահ համակարգին, իրավապահներին, ես կներեք, բայց պիտի օգտագործեմ իր բառերը, շատ ներողություն, բայց պիտի օգտագործեմ իր բառերը, որպեսզի մեր հանրությունը մեկ անգամ ևս ապրի այդ շոկը, չնայած այդ շոկը ապրելու ամեն վայրկյան ունենք, երբ որ ասում եմ պիտի ունեզրկենք եւ կզցնենք, շատ ներողություն, եթերում ոչ նորմատիվ բառապաշար օգտագործելու համար, բայց ես ցիտում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքերը եւ կզցնելու եւ ունեզրկելու հրահանգներն ա դրված, քաղաքական վրեժխնդրություն եւ ոչ իրավունք եւ ոչ օրենք, այստեղ վերջանում է երկիրը։ Եվ որ Հայաստանը մեկ անձի ձեռքում խոշորացող բռնատիրությունը, դա էդի մեր գնահատականը չի, սիրելի մասնակիցներ, այս մասին խոսում են Human Watch-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ, եւ այս միջավայրում հանկարծ փորձել գտնել մարդու իրավունքներ, փորձել գտնել, չգիտեմ, իրավական դաշտ, գրեթե անշնորհակալ այսպես մի միջավայր է, որովհետեւ արդարադատության առանցքում ոչ թե իրավունքն է եւ օրենքը, ոչ թե սահմանադրությամբ երաշխավորված մարդու արժանապատվությունը, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, այլ ուղղակի քաղաքական վրեժխնդրությունը։ Չգիտեմ, այս գնահատականից առաջ անցնեմ, թե թույլ տամ մեր գործընկերներն էլ խոսել, բայց մեր գնահատականը եւ այն քաղաքական հետապնդումները, որ մենք այսօր տեսնում ենք, քաղաքական ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ նախընտրական շրջանում եւ այսօր շարունակվող ուղղակի խոսում են մի բանի մասին։ Հայաստանում չկա
ինստիտուցիոնալ ժողովրդավարական երկիր եւ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական պատվիրված վրեժխնդրության հաշվի հարդարի այս ձեռագիրը ուղղակի մեկ բանի մասին է քաղաքական դաշտը վերաձևել ըստ իշխող քաղաքական ուժի քաղաքական քիլքի երկրին տալ հասարակության մեջ ներշնչել վախի ամենաթողության, բռնության այսպես ազդակները լրացնել եւ դրա պատկերը մենք տեսանք խորհրդարանում երբ որ գողացվեց կամ մարտահայտության կամ ընտրությունների քաղաքական ամենամեծ համանadrական երաշխավորված իրավունքը մարդու ընտրության, քաղաքացու ընտրության իրավունքն է։ Գողանալով 60,000 ընտրողների ձայնը եւ այդ թվում Բարգավաճ Հայաստանի ձայները մենք այսօր բախվում ենք այն իրականությանը, որ լեգիտիմության մեծագույն հարցական է կախված խորհրդարանի վրա, որտեղ մենք բոլորս հասկանում ենք, որ այս նոր քաղաքական կոնֆիգուրացիան, որ մենք ունենք Բարգավաճի գողացված ձայներով, բոլորովին այլ բովանդակություն ունի, Բարգավաճի ձայներով այլ բովանդակություն պիտի ունենալ, բայց այնքան հստակապատկերը, բայց այնուամենայնիվ ասեմ, որ քաղաքական մեծամասնությունը միևնույնն է, այս բոլոր ռեպրեսիվ գործիքներով հանդերձ, ինքը չկարողացավ իր ձգտելի քաղաքական արդյունքը արձանագրել, այսպես ամենագրական մեծամասնության մասին է խոսքը։